ես կնստեմ այս խորտակվող նավը եւ այն կփրկվի իմ շնորհիվ, ոնց։ Հիմա ասում եմ փրկիչը ցնցումների մեջ է անգել։ Հավատում ես դրան։ Այ փորա, երեք գիշեր խմած եմ եղել, մարդ եմ վիրավորել, ես ինչ տհաճ բան եղավ։ Գիտես, դեմել կա, էլի, չէ։ Ինքը հասկանում է, որ ինքը ավարտված է։ Ախպեր լավ խմած տեղը լրագրողին ինքը ֆուրա տվե դրա ճիշտ եմ արելը ո՞րն է։ Ամբողջ Հայաստանում արձանագրվել է, որ Նիկոլ Փաշինյանը ունի զրոյական վարկանիշ։ Էլի այնքան չեն քվեարկում Վարդան Ղուկասյանի օգտին, Վարդանիկի Գումրը, ինչքան քվեարկում են Նիկոլի դեմ։ Ես գնահատում եմ Վիլենի ազնվությունը, որը ասեց, որ 26 թվին Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն չեն ելնելու իշխանության։ Իրանց հաշվարկը սենց էր 40 Սարիկ, 6 մինիմում Լևոն։ Որևէ մեկ այդ կախարդական փայտիկը տենց է չտեսավ, երևի շատ խորը տեղ էր պահել։ Միացում Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասաց, Նիկոլն Արցախը հանձնի։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես, բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ողջույն, այսօր 3 շաբթի է։ Ի տարբերություն մեր ամեն շաբաթ 2 շաբթի հաղորդումների, այսօր մենք մի օր ուշացումով ենք եթեր մտնելու։ Ձեզ համար զրուցելու են Զարան եւ Ավետիսը։ Ողջույն Ավջան։ Բարև ձեզ։ Պատմենք թե ենք ուշացումով եթեր մտնում։ Դու եթե կուզես։ Ահա։ Դե Կիրակի օրը Գյումրիում ընտրություններ էին, մեր ամբողջ կազմը Գյումրիում էր, նաև օպերատորներ, կամերաներ եւ այլն։ Երկուշաբթի էլ քանի որ դեռ վերջնական բարձ չէր, թե ինչ է կատարվել Գյումրիում, ով ում ձայնա տալու, ով ում հետ ընկերություն անելու, ով ում հետ բարեկամություն անելու, մի խոսքով որոշեցինք տեղափոխենք Երեքշաբթի։ Հիմա ամենակարևոր հարցը. ուր տեղափոխվեմ Գյումրի, թե Փարաքեր։ Ինձ թվում է ճիշտը Երևանում մնալն է, որովհետև Երևանում էլ չեն կարծում թե նույն արդյունքը արձանագրվել ինչ Գյումրիում թե Երևանում, ուղղակի Երևանում հնարավոր եղավ չհաջողվեց պահել այդ արդյունքը։ Չէ, ոչ թե չհաջողվեց, ընդհակառակը Նիկոլին հաջողվեց լղոզել իրականությունը։ Ասենք Արամ Սարգսյանի եւ Դոգի այդ մի քանի падգամավորների միջոցով հաջողվեց կեղծ մեծամասնություն ստանալ։ Բայց լավ, այնքան էլ չէր էլի, ընդդիմությունն էլ իրան ճիշտ չպահեց Երևանում։ Ասենք Կարային Հայկ Մարությանն ու Մայր Հայաստանը միավորվեին, չարեցին։ Դա որ միավորվեին ինչ էր ստացվելու, չէ՞։ Քիչ ավելի ընդհանուր ճակատի դեպքում, օրինակ նայ, նույնը Գյումրին է, չէ՞, ոնց որ թե կային էլի պրո իշխանական տեխնատուներ, չէ՞, Հանձինս ինչա Եվրոդաշինք, Հա, Լևոն Բարսեղյանը։ Հա, Լևոն Բարսեղյանը։ Բայց այդ մարդիկ անգամ չանցան։ Ստացվեց նենց որ անցել է ՔՊ-ի տեխնատու ու ծայրահեղ ընդդիմություն, հա։ Լևոն Բարսեղյանը ինչի՞ չանցավ։ Լևոն Բարսեղյանը մեծ հաշվով Արամ Սարգսյանի զոհն է։ Ես քեզ ասեմ, որովհետև Երևանի քաղաքապետի ընտրություններում Արամ Սարգսյանը իբրև թե կեղծ ընդդիմություն էր հանդես գալի, չէ՞։ Ա, ուզում ես ասես Լևոն Բարսեղյանին Գյումրիում չհավատացին, որ ինքը ընդդիմություն է։ Չհավատացին, որ ընդդիմություն է, այդքան մի բան։ Հա, էլի եմ ասում։ Այսինքն իշխանության սատելիտ լինելը այլևս քվե չի բերում։ Ես ճիշտ եմ, ժամանակին դες էր, չէ, որ Նիկոլ Փաշինյանը ում ճակատը պատշում էր, նա դառնում էր ընտրող ունեցող ուժ։ Հիմա ստացվում է, որ այլ այդ Արա դե, նայ, հիմա ընդդիմությունը իր մի հատ, իշխանությունը իր մի հատ, սենց ասեմ, էլեկտորատ ունի։ Էլեկտորատը ո՞րն է վարչական ռեսուրս։ Վարչական ռեսուրսը, նենց ոնց որ Հայաստանում է բյուրոկրատական ապարատը ուռճացված, երևի աշխարհի ոչ մի երկրում ուռճացված չի։ Կեսը պետության համար է աշխատում, այդ մենք բոլորս։ Հա, պետական աշխատավարձ է ստանում։ Սկսած, արի մի հատ մտածենք էլի դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա, հիվանդանոց, համայնքապետարան, մարզպետարան, հարկային տեսչություն, չգիտեմ, քննչական վարչություն, ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ, հələ որ ավելի Պաշտպանության նախարարության բոլոր աշխատակիցներ, բոլոր զինծառայողներ փաստացին օրից։ Հա, վիճ վարչություն, այնքան տենց պետական կազմակերպություններ կան, ու այդ ամեն ինչը այնքան Սանեպիդկայան, Մանեպիդկայան, սենց ուրջա, լսի, այդ մարդկանց քաղաքացիների 30%-ը պետական աշխատողներ են։ Հա։ Եթե իրանց ընտանիքի անդամներին էլ գումարենք, դե դա ես հավահաշվում եմ ընտանիքի անդամներով 35%։ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը 0 է։ 0, 0-ից ցածր։
որովհետև նույնիսկ ես վստահ եմ, որ եթե պետական աշխատողներն ու իրանց ընտանիքի բոլոր անդամները քվեարկեին ՔՊ-ի օգտին, հաստատ 35%-ից ավել կստանար Նիկոլ։ Եվ Դե ասում են, չէ, 35% են իրականում ասում վարչական ռեսուրս։ դե էտա Նիկոլ Փաշինյանը սեփական վարկանիշ չունի, այսինքն հիմա ենթադրենք այս Սարիկ Մինասյանի տեղը այս սեղանը դնեին կամ քո այդ նստած աթոռը դնեին, այդ 35%-ը Իսկ կստանար։ թվում է Սարիկ Մինասյանը կարող է առանձին գներ ավելի շատ ստանել, որպես ասենք գյումրեցի, չվարկաբեկված մարդ։ Այ եթե Սարիկ Մինասյանը, չէ, այնպես չի, որ Սարիկ Մինասյանը 35%-ից ավել ուներ։ Եթե առանձին գնար այդ վարչական ռեսուրսը, ես էլի եմ այդպես տեսակետ լսել։ Մինուս էին Հա, անում։ 35% կարող է մի 10% ցենտ տաներ կամ 5% զայն տաներ։ Ինչ։ Ու նենց չի որ Սարիկ Մինասյանը Գյումրիում ինչ-որ մի հատ փիղեր բանը։ Եթե անկեղծ ինձ այդքան Սարիկ Մինասյանն չի հետաքրքրում, ինչքան ԿՊ-ն, ասենք պատկերացնենք ԿՊ-ն ինչ որ կերպ դուրս է եկել, հա, այլևս իշխանություն չի, ու հաջորդ ընտրություններին որպես կուսակցություն ծրագրով, չգիտեմ, լավ քարոզարշավով, Նիկոլի թույն ելույթներով, հիշում ես այն դիմադի ժամանակվա ելույթների պես, ինքը ինչքան կհավաքի, եթե ինքը իշխանություն չի։ Ինքը չի հավաքի, պետք չի ասել ինչքան կհավաքի, այն պահին, երբ որ Նիկոլ Փաշինյանը իշխանություն չի լինի, ԿՊ-ն կդադարի գոյություն ունենալ, կամ ասենք կլինի այնպես մի հատ մարգինալ կուսակցություն, ոնց որ ասենք այսօր հիմա ՀՇ-ն է։ Հիմա ասենք ՀՇ-ն մինչև Շեն կա հələ։ դե կա, էլի ասենք կարող է իմի, չգիտեմ, Մի 10 հոգով հավաքվում է։ կարող է 5 հոգով կամ չգիտեմ էլի, կամ sense խոսակցության ժամանակ մեկը կհարցնի, ասենք ինչի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կա, ասենք կարող է այդպես խոսալ, ասենք գրանցված կուսակցություններ, որպես գրանցված կուսակցություն 106 հատ գրածված կուսակցություն կա։ հա, այդպես կուսակցություն կլինի։ Հիմա դու ինչ մտածում ես ԿՊ-ն պետք է ընտրությունների իշխանությունը կորցնելուց հետո ինչի համար պետքա գոյություն, ով պետքա ԿՊ-ին անդամ շարունակի անդամակցել։ ԿՊ-ին այսօր բոլոր անդամները, եթե դրանց մի բառով բնորոշենք, կոչվում են պատեհապաշտ։ Հայերենում մի հատ շատ լավ բարդ կա, պատեհապաշտ։ Այսինքն ինչա դրա որ սենց բացենք, պատեհապաշտը ով է, որը այդ պահին օգտվում է ստեղծված հնարավորությունից անձնական շահ ստանալու համար։ Всё, այդ մարդիկ ոչ ունեն սկզբունք, ոչ ունեն ինչ-որ համոզմունք, ոչ մի բան։ Ուղղակի մտածել են, որ եթե Նիկոլ Փաշինյանին ծառայեն, այսօրվա իշխանությանը ծառայեն, կպնեն այդ իշխանության, ասենք, կոչին, հա, փող կաշխատեն, կշահեն։ Ասենք Հա, բայց մյուս կողմից էլի կարան չէ, այդ պատահապաշտ իրավիճակում լինեն, եթե ԿՊ-ն ձայն ունի։ Պատկերացնենք, եթե ասենք ԿՊ-ն կարա անցնի, չէ, ազգային ժողովի ընտրություններում, չգիտեմ, համայնքապետերի ընտրություններում, եթե ինքը այնտեղ ինչ-որ մի հատ քվե ունի, այդ հասկանում ես, որովհետև ԿՊ-ի սկզբունքները դեռ, ասենք, բանարած չեն, էլի, չէ, իրանք հələ կոռուպցիայից են խոսում։ Իրանք հələ նախկինների վերացնելուց են խոսում, իրանք հələ, չգիտեմ, բոլորին բերթեր նստացնելուց, քյաբաբար քյաբաբ հետ բերելուց են խոսում։ Հա, խոսում են, մի բանից պետքա խոսան, խոսում են։ Այս ժողովուրդը դες բաներ դες չի էլի, որ անտարբեր է թեզերին։ Բայց այդ ժողովուրդը իրենց խոսածածը նախ չի լսում, մեկ, եւ չի հավատում, երկուս։ Հիմա մենք ասում ենք, ես ասում եմ, դու ասում ես, բոլորը ասում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, իրական վարկանիշը 0 է։ Ասենք մինուս կարարալներ, իրականում մինուս էլ է, որովհետև երբ որ դու ասում ես օրինակ Սարիկը, չգիտենք վարչական ռեսուրսը, երբ որ դու ասում ես Սարիկը կարող է ավելի շատ ձայն ստանալ, բայց քանի որ ԿՊ-ից է, այդ նշանակում է, երբ որ Սարիկը հանդես է գալի ԿՊ-ից, երբ որ կանգնում է Նիկոլ Փաշինյանի կողքը, վարկաբեկվում է որպես մարդ, չէ՞։ Դա կոչվում է բացասական վարկանիշ։ Հիմա եթե Նիկոլի վարկանիշը հիմա է բացասական, ուղղակի այդ մարդիկ զուտ անձնական շահի համար գնացեք կպել են Նիկոլին, որ այսօր փող աշխատեն, եւ վաղը որ այդ փող աշխատելու հնարավորությունը չլինի, այդ 0 վարկանիշը արտահայտվելու է հենց դրանով։ Այսինքն էլ որևէ մեկը չի գնալու, չէ՞, ԿՊ-ին ընտրելու։ Էլի ինչ իմաստ ունի։ Այսօր առավոտյան Վիլեն Գաբրիելյանը հայտարարություն արել, որ հրաժարվում է մանդատից, որովհետև Գյումրում արկածախ ընտրություններ ա եղել, չգիտեմ, Վիլենը հայտարարել է, որ 26 թվականին բանը չի լինելու։ Այդ մասով իհարկե հումոր է արել, ինքը այդպես չի կարծում, շատ է խմած եղել ընդհանրում։ Չէ, ինձ հակառակը, խմած է եղել, շատ անկեղծացել է։ Ինչի՞ ես մտածում, որ այդպես չի մտածել։ Հա։
Ինչ ես դες մտածում։ Ես իմ գաղտնի բաներն ունեմ, աղբյուրներն ունեմ։ Չէ, այսօր առավոտյան ինձ հաջողվեց զրուցել Վելենի հետ մի փոքր, ինքը հետ էր ասում, որ այդ մասով իհարկե հումոր եմ արել, բայց մանա ես իմ մեղք ասում եմ, եթե կարողանայի արդարացնեի, բայց չեմ կարողանում դրա համար մանդատս դնում եմ։ Հիմա Այսինքն ինքը հումոր է արել, ասել է 26 թվին մենք ելնելու ենք։ 26 թվին ասում այդ Չենք էլ հասնելու 26 թիվ։ Այդ մասով ասում եմ մի բան արեք ֆիքսվեք դրա վրա, ասում կարևորն է որ խմած եմ եղել, խմածս լնելու պատճառով մանդատ եմ դնում, դա իր համար կարևորն է դա։ Ինքը իր պատասխանատվությունը զգում է ազգի նկատմամբ, ասում եմ դնում եմ, որովհետև դա պատգամավորին վայել վարքագիծ չէր։ Չեմ արդարացնում Վիլենին։ Ես էլ չեմ արդարացնում, ես ուղղակի ուրիշ բան եմ մտածում։ Կանցից էր ում կարելի էր ինչ-որ կերպ ինչ-որ ընդդիմադիր գործընթացների մեջ ինչ-որ կերպի Չէ, ես Վիլենին ճանաչել եմ մինչև ՔՊ անդամ դառնալը ու այնց էլ չի որ շատ վատ կարծիքի եմ եղել, ընդհակառակը մտածել եմ որ շատ այնց ակտիվ ընդդիմադիր հակից էր, չէ՞, հիշում ես Վիլենը հակից էր, հետո բան հնչակյան կուսակցության անդամ ա եղել, ես այդ շրջանում շփվել եմ իր հետ։ ՔՊ-ի մեջ այն քիչ տղամարդ տեսակներ էլի անկեղծ լինենք։ Ես նույնիսկ զարմացա, որ ինքը ՔՊ գնաց մտավ, շատ զարմացա, բայց հետո հասկանում եմ, գիտես ինչ կա, մարդիկ սիրում են իշխանությունից օգտվել, եւ եթե հնարավորություն կա, շատ քիչ մարդիկ կան, որ կարան այտենց գայթակղությանը դիմանան ու ասեն, որ գիտես ինչ կա, ես չեմ ուզում իշխանություն ունենամ կամ բայց օգտվեմ։ խիչ ունենաս իշխանություն, եթե իշխանությունը ընդհանրապես մեթոդ է ինչ-որ բան փոխելու, քո կարծիքով լավ բան անելու երկրի համար, իշխանությունից հրաժարվել պետք չէ։ Ուրիշ բան, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ցանկացած իշխանություն դա ստրկական ենթակայություն է Նիկոլին։ Այդ դրա այդ մասով կարամ Զարա ջան, Նիկոլի իշխանության օրոք իշխանության մեջ ելնելը նշանակում է ընդամենը մի բան, որ դու ծառայում ես Հայաստանի դեմ, դու գործում ես Հայաստանի հայ ժողովրդի շահերի դեմ։ Այդքան մի բան է նշանակում, թե չէ, ես չեմ ասում, թե իշխանության մեջ Չէ, բայց ելնելը մյուս կողմից որ նայում ես, օրինակ պատկերացրու քեզ պաշտոն են առաջարկում, ասենք, չգիտեմ, չեմ վստահ եմ, որ դու չես համաձայնում հարցը այդ չի, բայց ասենք, չգիտեմ, ֆինանսների նախարար դու ընդհանրապես պատասխանատվություն ես կրում այդ բլոկի համար, եթե դու լավ մասնագետ ես, դու պատկերացնում ես ոնց կարելի է այդ ոլորտում լավ աշխատանք կատարել, դու հրաժարվես, ասես թող երկիրը վարի գնա, իմ գիտելիքները չծառայեն այս երկրին, ինչա թե Նիկոլն է ղեկավար։ Իհարկե, գիտես ինչի համար, որովհետև հնարավոր չի խորտակվող նավի մեջ ասես աղբեր ջան, ես այս նավը խորտակվում եմ, բայց չէ, ես գնում եմ դեպի փրկություն։ Ոնց է դա հնարավոր։ Կամ ես կնստեմ այս խորտակվող նավը եւ այն կփրկվի իմ շնորհիվ։ Ոնց։ Չէ, գոնե մի ոլորտը, մի Չէ, անհնար է։ նավակը փոճուրիկ է։ Անհնար է։ Դա մարդկանց խաբելու, նախ ինքդ քեզ պետք է խաբես, երկրորդը շրջապատիդ պետք է խաբես, այտենց բաներ կան, չէ, որ իրանք արդարացնում են, ասենք, այո, ես մտել եմ, որ իշխանությունը ներսից քանդեմ, կամ քանի որ տեսա, որ դրսից հնարավոր չի փոխել, ես մտել եմ, որպեսզի ներսից բարեփոխեմ, եթե իմ նման ազնիվ, չգիտեմ, անկաշար մարդիկ շատ մտնեն իշխանության մեջ, լավ մարդկանց տեսակարար կշիռը իշխանության մեջ կշատանա եւ իշխանությունը ինստինկտյան կդառնա լավը։ Իրականում այդ մարդիկ մտնելով նույնիսկ այսպես կոչված ճակերտավոր լավ մարդիկ մտնելով իշխանության մեջ, ոչ թե իրանք են իշխանությունը լավացնում, այլ իրանք էլ դառնում են այդ իշխանության հանցակիցը եւ իրանք են փչանում։ Միշտ տենց է լինում։ Հնարավոր չի, եթե դու ես իշխանության, այսպես ասած, ուղղորդող ուժը, եթե դու ես այդ նավի նավապետը, դու ընդամենը մի հատ կայուտում, մի հատ սենյակում նստած ես ու ընդամենը սնվում ես այդ նավի բանից։ Դու ոնց կարաս այդ նավի ուղղությունը փոխել։ Վիլեն Կապլյանի մանդատը կարելի էր օգտագործել, ասենք, եթե հանկարծ անվստահության գործընթաց խթանվեր ինչ-որ մեծ փողոցային ճնշումների արդյունքում հնարավոր էր հասնել դրան, կարելի էր Վիլենի պես մարդը կարա էր եւ ստորագրեր։ Չեմ պնդում, որտեղ վստահ եմ ինքը կհերքի, բայց այդ մարդկանցից է ում կարել էր, ում հայրենասիրության զգացումներին կոչ անելով կարել էր ինչ-որ բան ստանալ։ Ոչ, ես քո հետ ընդհանրապես համաձայն չեմ։ Վիլենը չէր միանա ստորագրահավաքին, ավելին, ես վստահ եմ, որ Վիլենը
Նիկոլ Փաշինյանի հորդորովա հրաժարականի դիմում գրել այն հույսով, որ Իրան կներվի եւ ինքը այլտեղ փոխհատուցում կստանա իշխանության մեջ այլտեղ ես օրինակ կարող է ես սխալվում եմ ես չեմ ասում բայց ես ուզում եմ օրինակ բերել Նարեկ Զեյնալյանին որը հնազանդորեն կատարեց Նիկոլ Փաշինյանի հրահանգը վայ դրեց իր մանդատը եւ փոխարենը փրկիչը եւ ռեսուրսների բաշխիչը նրան շնորհեց անհամեմատ ավելի եկամտաբեր գործ, ինչպիսին Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնն է։ 4 միլիոն դրամ։ Այո, ի տարբերություն падգամավորի 650,000-ի։ Ահա։ Դա ինչ է նշանակում, եթե դու հնազանդ ես տիրոջդ, եթե դու կատարում ես, դա կարող է։ Գցի, ես եթե մտածեի, որ Վիլենը ընբոստ է, կասեր ճիշտ եմ արել, ինչ որ ասել եմ, լավ եմ արել։ Ախպեր լավ խմած տեղը լրագրողին քֆուրը տվե դրա ճիշտ եմ արելը որն է, չէ, սխալ է։ Չէ, դա մանդատից հրաժարվելու առիթ չի։ Նիկոլ լսի, մենք եթե համարում ենք, որ այս երկիրը պարլամենտական հանրապետություն է, որտեղ ազգային ժողովի պատգամավորի պատասխանատվությունը անհամեմատ ավելի բարձր է, քան գործադիր իշխանության պատասխանատվությունը, այս վարքագիծը միայն ողջունելի է։ Ոչ։ Ես կողջունեի Վիլենի վարքագիծը եւ կասեի, որ նա իրոք քաղաքական պատասխանատվության կողմնակից է, եթե օրինակ ինքը ասեր օրինակ մինչև իմ հրաժարական տալը, պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկվի Նիկոլ Փաշինյանը, որ 750,000 հատ սուտ է խոսացել, ու եթե հնարավոր ասեք խմել եմ քֆուր եմ տվել ես, բայց թող Նիկոլը պատասխանատվություն կրի։ Լսի, հիմա ես քեզ հարց եմ տալի, Նիկոլ Փաշինյանը ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո ասել է, որ ես Արցախը ճանաչում եմ Ադրբեջանի կազմում։ Վիլեն Գաբրիելյանը հանդուրժում է Նիկոլ Փաշինյանի նման տեսակին որպես իր կուսակցության նախագահ, ասում է, այսինքն իմ կուսակցության նախագահը իրավունք ունի ամեն օր խապի հայ ժողովրդին ու ավելի դաժան լծակ չունի Նիկոլի վրա, նայես չի որ հանդուրժում է կամ չի հանդուրժում։ Ինչ անի։ Ասեմ ինչ աներ։ Ասեր, քանի որ Նիկոլ Փաշինյանը խապում է հայ ժողովրդին, ես հրաժարվում եմ այդ քաղաքական թիմում մտնեմ։ Ես այդ ժամանակ իրան անհամեմատ ավելի շատ կհարգեի, քան ասեր, գիտեք ինչ կա, գնացել եմ Գյումրի, խմած եմ եղել, մարդկանց հայհոյել եմ, դա падգամավորին լսի, դա կենցաղային դրդապատճառ է, կենցաղային, դա քաղաքական չի։ Քաղաքականը այն կլինի, երբ որ դու քաղաքական սկզբունքային ինչ որ արժեքային հիմքով հայտարարես, որ բան ես անում, թե չէ խմած եմ եղել գիշերը, լսի նախ գիշերը յուրաքանչյուր մարդ իրավունք ունի խմի, այդ թվում նաև ազգային ժողովի падգամավորը, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հայհոյի, նույնիսկ լրագրողին, ինքը կարար առավոտը զանգեր այդ լրագրողներին, ասել գիտեք ինչ կա, ներողություն եմ խնդրում, ես խմած եմ եղել, հարբած եմ եղել, չեմ պատկերացրել էլի, որ սենց իմ պահվածքը մի քիչ ոչ հարիր է եղել, ոչ միայն ազգային ժողովի падգամավորին, այլ ընդհանրապես տղամարդուն, եթե կարաք ինձ ներեք էլի իմ պահվածքի համար։ Դե կարող է զանգել, ամենք ինչ գիտենք։ Դե հիմա ես չգիտեմ, ինձ թվում է չի բան արել, չի զանգել, եւ էլի եմ ասում, դա կենցաղային մանր հարց է, դրա համար հրաժարական հանդուրժել Նիկոլ Փաշինյանի գոյությունը որպես երկրի վարչապետ, որպես կառավարող ուժի ղեկավար ու դրա համար հրաժարական չտալ, բայց ասել այ փորա երեք գիշեր խմած եմ եղել, մարդ եմ վիրավորել, այս ինչ տհաճ բան եղավ, գիտես ինչ կա, չէ, ես այս թիմի մեջ այս падգամավորի մանդատը կրելու իրավունք չունեմ։ Манипулятор։ Չէ, դե որ նայում ես թիմի մնացած անդամներին, միանշանակ ես քո հետ համաձայն եմ, ասենք, քացի տվող Վահագն Ալեքսանյան, չգիտեմ լրագրողներին բանանող վիրավորող Արթուր ինչ է նա Հովանեսյանը, հա, բանի Քոչարյան Անդրանիկ, որը չգիտես ինչի ուրիշի բերանի լվացելու մասին է խոսում։ Մի խոսքով շատ են նախադեպերը շատ էին, մեկը մեկից հիանալի տղամարդիկ են իհարկե, բայց դե հիմա իրան Հիմի վաղը մյուս օրը ենթադրենք Արթուր Հովանեսյանին Նիկոլ Փաշինյանը մի հատ ինչ որ մի անհեթեթ բան խոսա, Նիկոլ Փաշինյանը ասի Արթուրիկ,
դու պետքա հրաժարական տաս, որովհետև ես այդպես եմ որոշել։ Այս Արթուրն էլ հելնի ասի ախպեր ջան, ես գտա որ այդ իմ պահվածքը հարիր չի ազգային ժողովի падգամավորին եւ ես հրաժարական եմ տալիս։ Ասենք արա դե մարդը իրոք էլի Չէ, ես զգացի։ վստահ եմ Վիլենին հետ Չէ, ես- SMS-ը չի եղել, ավելին ասեմ, կարող է Նիկոլը գրեր ասել, մանդատը տիր, Վիլենը կոնտրն գներ, կողին գներ չդներ, էլի, դա իր նախաձեռնություն։ Ես գնահատում եմ Վիլենի ազնվությունը, որը ասեց, որ 26 թվին Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն չեն ելնելու իշխանության, ես հույս ունեմ, որ եւ գիտես կանխատեսում եմ, որ Մինչև այդ չենք հասնի։ մինչև այդ չենք հասնի եւ անհամեմատ ավելի շուտ մենք կազատվենք Նիկոլ Փաշինյանից։ Եւ եթե մենք ավելի շուտ ազատվենք Նիկոլ Փաշինյանից, նրա թիմի մնացած անդամները ստիպված չեն լինի այտենց ծանր իրավիճակում լինել եւ Կփրկենք մի խոսքով իրանց։ դե կարելի է մենք Գոնե հեղինակություն։ հələ որ մի հատ փրկիչ կա, Հա, մի հատ թող փրկիչ մնայինք կա, մենք իրան։ արի մենք մեր վրա փրկիչի դեր չվերցնենք, էլի դա այնքան խայտարակ Հիմա դեր է։ ասում եմ փրկիչը ցնցումների մեջ է անգել։ Հավատում ես դրան։ Զի նախ փրկիչը շուտվանից է ցնցումների մեջ։ Փրկիչը Նիկոլ Փաշինյանն է ժողովուրդ ասում։ Դե բոլորը գիտեն, մի բան Մարդը կարող է ինչ-որ մեկը Դե ուրիշով կարա փրկիչ լինի, ուրիշով։ Հիսուսը։ Ասենք Ավելի։ ինքը իրան իհարկե տենց է համատում, բայց դրա մասին չխոսքը։ Հիմա ցնցումների մեջ է ըստ քեզ։ Հիսուս Քրիստոսը երբեք չի ասել, որ ինքը կախարդական փայտիկ ունի, իսկ մեր տեղաբույծ փրկիչը լոկալ փրկիչը, չնայած որևէ մեկ այդ կախարդական փայտիկը տենց է չտեսավ, երևի շատ խորը տեղ էր պահել։ Անձնական օգտագործման։ Հա։ Հիմա ինչ վերաբերում է ցնցումներին, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանությունը ավարտվել է։ Լսի, Գյումրու Չէր հասկանում մի շաբաթ առաջ։ Անկեղծ լինենք, то есть ինքը անկեղծ սպասում էր, որ Սարիկը Գյումրիում 51% հավաքելու ու անակնկալի է եկել։ Լսի, ինքը մտածում էր, որ փողով, կեղծիքով, բռնությամբ, շանտաժով, մանիպուլացնելով մարդկանց, խաբելով, սենց առնետներին չենք թողնի, նկուղներից դուրս գան, չգիտեմ, սենց, լսի, մի հատ շատ մեծ կոմպլեքս բան աշխատեց, չէ, Գյումրիում։ Չէ, լավ կարոզարշավ Հա, արեց։ չէ, բացի բռնաճնշումները, չգիտեմ, մարդիկ խոսում էին, չէ, որ Անդիմադիր տեխնացուների ընտանիքի անդամներին ձերբակալել, չգիտեմ, Վախի մթնոլորտ, կաշառքի մթնոլորտ, ինչ որ վարկապետի հին վիդեոներ տեղադրել, ոչ ինչ կարացել են արել են, ամեն ինչ։ Դե ինքը մտածում էր, որ լսի, ամեն անգամ մարդը մտածում է, որ իրան հաջողվելու է խաբել։ Դե միշտ խաբել է։ Ասում է, բայց այս անգամը չի չակ։ Օրինակ, եթե Երևանում կարացա Պլստայի, Երևանում, որտեղ ինքը մեծ հաշվով անհամեմատ ավելի քիչ վարկանիշ ուներ։ Ինքը մտածում էր, որ Լևոն, օրինակ, Մարսեղյանը մի 7% կստանա։ Իրանց հաշվարկը սենց էր 40 Սարիկ, 6 մինիմում Լևոն։ Այդ նույնը 46% մնացածները քիչ են ստացվում, իրանք հանգիստ կառավարում են։ Всё, ընդեղ էլ մի 10%-ը փոշիանալու էր, ելներ 56, ընդեղ է 44% էլ ընդդիմությունը կստանար, շատ լավ էր։ Դեսի, իսկ մի հատ ուրիշ հարց ունեմ, այն փաստը, որ ինքը չգնաց այդ ամփոփիչ հանրահավաքին, հա, ԿՊ տեխնացուի, դա ինչի համար չգնաց, որտեվ գիտեր, որ պարտվել են ու չուզեցավ այդ պարտությունը ինքը ոնց որ իր վրա վերցնի, թե չգնաց, որովհետև իր ներկայությունը էլ ավելի քիչ ձայներ կբերեր Սարիկին, ավելի շատ հիասթափություն կլիներ այդ տեխնացուից։ Ինքը հասկանում է, որ ինքը ավարտված է։ Ինքը որտեղ գնում է, հիմա մենք նախորդ հաղորդման ժամանակ ինչ էինք ասում, որ ինքը պարտության խորհրդանիշն է, չէ՞։ Կրվել է նորաձևը։ Կրվել է իր համար նորաձև է, հա, կրվել է նորաձև է։ Չնայած իր դեպքում միշտ է կրվել է նորաձևության հարց չկա։ Արդեն հնացել է, չէ՞, մոդան։ Հա, որտեղ ինքը միշտ է կրվել։ Լսի, բացի 18 թվի այդ խայտարակ մանիպուլյացիան, որ ինքը արեց խաբեց ժողովրդին, մարդկանց ոչ ես մեղադրի, լսի, ես դրա համար չեմ էլ մեղադրում, մարդիկ ասում են հայ ժողովուրդ, բան, լավ, ես էի 5.5 տարի աշխատել, ես էի ճանաչում ով է, բայց ասենք հայ ժողովրդի 99%-ը հետը չէր աշխատել կամ հետը շփում չէր ունեցել, մարդիկ խաբվել են, ինչ, էդի
երբ որ Բայց մարդը դրանից խաբում հետո է, ինքը մեկը հաղթանակներ ունեցել է, էլի, ասենք, չգիտեմ, հիշում ես Հայկ Մարությանը Երևանում քաղաքապետի ընտրություններում 80% ձայն դե հավաքեց։ հա, Հետո որովհետեւ առաջին ազգային ժողովի ընտրություններում չեմ հիշում ինչքան էր, բայց շատ բարձր էր իրենց բարձր էր, հա։ տոկոսը, 70 Դե քանի։ որովհետեւ հələ այդ խափեությունը կար, էլի, այդ մարդկանց խափված Հիմա վիճակը կար։ Հա, հաջողվել էր մարդկանց խափել։ Հիմա էլ չի ստացվում։ Հիմա տես, որ ասում ենք պարտության խորհրդանիշն է։ Մենակ ֆուտբոլում կամ չգիտեմ արտաքին քաղաքականությունում չի, չէ՞, այդ պարտության։ պատերազմում, ֆուտբոլում, արտաքին քաղաքականությունում, թիմ Իմ ընտրություններում։ այսինքն ամեն տեղ այդ մարդը պարտության խորհրդանիշն է։ Պարտությունը իրանից անբաժան է եւ անպակաս է։ Տնտեսական քաղաքականությունում։ Զարա ջան, հիմա, երբ որ եթե քաղաքագիտական բանով նայենք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը։ Երևանում, Գյումրիում, Փարաքյարում եւ այլ տեղերում, Վանաձորում, Գորիսում, Կապանում, ամեն տեղ, Քաջարյանում, Մեղրիում, Ալավերդիում, Ալավերդիում, ամբողջ Բերդում, Նոյեմբերյանում, Նոյեմբերյանում, ամբողջ Հայաստանում արձանագրվել է, որ Նիկոլ Փաշինյանը ունի զրոյական վարկանիշ։ Որտեղ է ինքը ընդհանրապես թիմ ընտրություն կրել։ Որտենց բան Դե համոզիչ 19 Չէ, 15 Աբովյանում էլ է կրվել։ Չէ, համոզիչ հաղթանակ որ տարած լինի, ասենք վերջին 2 տարվա ընթացքում Չկա տեղ կա։ տենց չկա։ Իմ կարծիքով տենց տեղ չկա եւ չի կարա լինի, որ ես ինչ արի բան անենք, արձանագրենք, որ այդ մարդը կորցրել է իր լեգիտիմությունը եւ եթե մենք ապրեինք նորմալ երկրում, պետքա դրվեր իր վստահության հարցը։ Նորմալ երկրում ինքը պետք է հրաժարական տար գնար։ Դե Այսպես համատարած որ պարտվում եմ նշանակում այլևս չունեմ այդ վարկանիշը եւ այդ չունեմ մարդկանց Եվ մերժված եմ հասարակության ճնշող մեծամասնության կողմից։ Իմ թեկնածուների, իմ կուսակցության պաշտպանած թեկնածուների օգտին քվեարկում են մենակ այն մարդիկ, ովքեր գտնվում են վախի կամ չգիտեմ շանտաժի կախվածության վիճակում։ Բոլոր ազատ մարդիկ քվեարկում են իմ դեմ։ Գիտես, դեմ էլ կա, էլի, չէ՞։ Մի բանա լավ դեմ լինի, մի բանա ասենց շատ կասկածելի վարկանիշ ունեցող մարդկանց այնքան որ Նիկոլից բրծնեն։ Հա։ Բան են էլի, как это называется, протестное голосование, էլի, այնքան չեն քվեարկում Վարդան Ղուկասյանի օգտին, Վարդանիկի Գյումրու, ինչքան քվեարկում են Նիկոլի դեմ։ Այդքան չեն քվեարկում, ասենք, չգիտեմ, Մարտոն Գրիգորյանի օգտին, ինչքան քվեարկում են Նիկոլի դեմ։ Հա, որովհետև մարդիկ ուզում են ուղղակի ֆիզիկապես չեն տանում այդ մարդու գոյությունը։ Տոնում են հաղթանակը, նենց ոնց որ չգիտեմ, էլի, պատերազմում են հաղթանակ կրել, ոչ թե ինչ որ ընդամենը մի բուջուր համայնքի ղեկավար են ընտրել, էլի, Փարաքյարում տեսար ինչ էր կատարվում։ Հա, տեսա, իհարկե տեսա ինչ էր կատարվում, որտեղ համազգային ցնծություն։ Լսի, հիմա Հայաստանում մի հատ մթնոլորտ է, որ ամբողջ Հայաստանի ժողովուրդը, տես հիշում ես դու ասեցիր ուր գնամ ապրեմ սկզբից, Փարաքյարում թե Գյումրիում, Ես հələ որ Փարաքյարի վրա եմ կանգնել, այնտեղ վստահ բան է հաղթանակատարը 57%, ոչ մի կասկած, ոչ մի բան։ Լսի, Զարա ջան, իրականում Գյումրիում իշխանության տեխնացուն ավելի քիչ մարդ հավա։ Ուղղակի այնտեղ կիսված էր, այնտեղ էլ որ 3 տեխնացուներ կամ 2 տեխնացուներ նույն արդյունքն էր ելնելու։ Չէ, ուզում եմ ասեմ հայ ժողովուրդը ամբողջ Հայաստանում այդ հաղթանակի, այդ ցնծության կարիքը ունի։ Բոլորը մենակ փարաքյարցիները չէին, չէ, ուրախանում։ Ամբողջ հայ ժողովուրդն էր ուրախանում։ Ինչի համար։ Լսի, բանը Վալոդյա Գրիգորյանը իրանց համայնքի ղեկավար չէր ընտրվել։ Հայ ժողովուրդը չէր ճանաչում Վալոդյա Գրիգորյանին։ Հա, բայց բոլորը շնորհավորում էին։ Բոլորը մի պատճառով ասում էին գոնե ձեր համայնքում հնարավոր եղավ նիկոլիզմից ազատվել։ Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը ազատվի նիկոլիզմից։ Ամբողջ Հայաստանը տոնի այդ ցնծությունը, ապրի այդ ցնծությունը, այդ հաղթանակը։ Դրան քիչ է մնացել, լսի, եթե ընդդիմությունը մի քիչ ավելի կազմակերպված իր գործի, ես էլի եմ վստահ, որ մենք մինչև մայիսի վերջ, նիկոլիզմի վերջը Հայաստանում շատ հանգիստ հնարավոր է տալ։ Նիկոլիզմը արդեն վերջացել է, վերջ։ Այս ուրախ նոտայի վրա առաջարկում եմ այսօր եզրափակենք մեր զրույցը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեզ անպայման պետքա բաժանորդագրվել ներքևի հատվածում, մեզ պետքա մեկնաբանություններ գրել, մեզ շատ հետաքրքիր են ձեր գրած մեկնաբանությունները։ Ասա որ կարդում ես։ Հա, ես կարդում եմ, մեկ-մեկ պատասխանում եմ, գրում եմ։ Պատասխանում ես։
մեկ էլ պիտի խնդրեմ, մեզ լայք, դիսլայք, կարող եք այս նյութերը տարածել, այդ ամեն ինչը հնարավորություն է տալիս YouTube-ի մեխանիզմներով, որ մենք ավելի շատ մարդու տեսանելի լինենք ու դուք մեզ չկորցնեք։ Շնորհակալ եմ, ասել այսքան։ Շնորհակալություն։ Միացում։ Ողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասաց, ասել է Նիկոլն Արցախը հանձնի։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։